Իդեպ շատ չեմ ուզում այս թեմային անդրադառնալ, բայց մի բառ ասեմ։ Հնչեց օրերս Պաշտպանության հանձնաժողովի նիստում, երբ որ ազգային անվտանգության ծառայության արդեն նախկին տնօրեն Արմեն Աբազյանին ասեցի որպես անվտանգության պատասխանատու, երբ որ Նիկոլ Փաշինյանն ասում է կուսակրոնությունը անվտանգության հարց է, գնահատում ես այդպես։ Պատասխանը շատ կարճ էր։ Այդ ճղճիմ թեմային չեմ ուզում անդրադառնամ։ Ու այդ օրը շատերիս համար պարզ էր, որ շուտով Արմեն Աբազյանը դառնալու է նախկին։ Սիրելի հայրենակից, այս 7 տարվա մեջ իրարահաջորդ ԱԱԾ պետեր փոխելու ժամանակ արագ փոխվում էին։ Որևէ անգամ բացատրություն տվել է ամենաթափանցիկ աշխատողը, թե ինչի կատարվեց դա։ Տվել է պատերազմի ժամանակ Քյարամյանի հանելու պատասխան բացատրություն եղել է, Համբարձումյանի ու այսպես շարունակում բազմաթիվ առանցքային ուժային կառույցներ։ Հիմա ուժայինի մասին, բյուջե։ Այո, բյուջեն շատ մանրամասն Պաշտպանության հանձնաժողովում քննարկել են։ Լավին ասել ենք լավ, վատին ասել ենք վատ։ Մտածում եմ ոստիկանության անդրադառնամ հետո զինված ուժերին, բայց զինված ուժերը շատ ավելի թանկ են։ Թվերը բան են, խոսում են այսքան, բայց նաև մի հարցային միջալոց ասեմ, որ շատ էլ գաղտնիքներ չեմ կարող բացել, բայց նաև հարց եմ տալիս, այդ թվերի մեջ այսօր բանակում ծառայող պայմանագրայինը, զինվորի ծնողը կարող է հաստատել, այդ թվերը քանի կոպեկի արժեք ունեն, եթե մարտական հերթապահություն 2.5 ամիս ստիպված են լինում մարտական հերթապահության գնալ։ Գնացել ենք Զորամաս, կորպուսի հրամանատարի տեղակալն ատեստացիան, հանձնել ասում է փողը շատ է, գովում, լսի ասեմ, ես քո մոտ չեմ եկել դիմադիր պատգամավոր, ես եկել եմ հայ մարդ որպես պատգամավոր, հելանք պոստեր։ Մեկ էլ հարց ու փորձի ժամանակ, երբ որ ասեցին տղեկը, որ 2.5 ամիս պոստում են մնալու, այդ կորպուսի հրամանատարի տեղակալը աչքերը կախեց, հասկանում եմ մարդուժի խնդիր կա, հենց դա է, որ խոսում ենք աշխատավարձի հարցով, հենց դա է, որ խոսում ենք բազային աշխատավարձի հարցով, հենց դա է, որ ասում ենք, այս քանի օրը Հայկ Սարգսյանի նախագիծա, որ բանակը պետք է գրավիչ դառնա, նաև գրավիչ դառնա հոգեբանորեն, բարոյապես և նաև աշխատավարձով, ոչ թե այս իշխանությունը սարքի այդ աշխատավարձի ցուցանակը ատեստացիա։ Սիրելի հայրենակից, քեզ թվերը հրապարակում 400,000 ստանում են, պարզեմ ինչ է կատարվում, շտաբային ծառայողները, հրամանատարական բարձրագույն կազմը, որ շատ ավելի ազատ է, հանձնում է այդ ատեստացիաները, շատ հաճախ նաև բարձրագույն հրամանատարական կազմի ատեստացիան ինքնաբերաբար է լինում, իսկ մարտական հերթապահություն իրականացնողը, որը ժամանակ չունի, որը անքուն է, որը հոգնած է, որը այո դժվարություն ունի, չի կարողանում հանձնել, և էլի են բեռը, որը մնում է հազարավորների վրա, որ հայրենիքի սահմանը պաշտպանում են ամենադժվար պայմաններում, էլի ատեստացիա չեն անցնում, սիրելի հայրենակից ատեստացիան այսօր բանակում ամենախայտառակ ջրբաժանն է, այս իշխանությունը ոնց որ ջրբաժան է գտել տարբեր հարցերում, բանակում պատկերացրեք մարտական հերթապահության մեկի աշխատավարձը բարձր է, մեկինը ցածր է, ես խոսում եմ հազարավոր զինվորականների անունից, նայեք բազմաթիվ մասնագիտությունների տեր զինվորականներ, վարորդ դիցուկ, որը նույն 22 թվականի սեպտեմբերյան դեպքերի ժամանակ հացներ հասցնում Վարդենիսի դիրքեր, մարդը 20-22 տարի վարորդ աշխատել, հա փորը մեծ է, բայց է խիզախ վարորդն է, որ այդ մարտական գործողություններին բարձրացել է սար, ատեստացիա չի անցնում, կողքի կամպյուտերշիկը անցնում է, ինքը չի անցնում, շատ հաճախ բժիշկ, լավ, ռազմական բժիշկ է, որը այո, կարող է տուրնիկի վրա չանի, բայց իր այդ լանցետ կոչվածը ոսկե ձեռքերով է անում, չի անցնում ատեստացիա,
ես օդի մեջ չեմ ասում, աչքիս առաջ ամեն օրինակը գալիս է մարդը, կոնկրետ մարդը, որ այսօր Հայաստանի զինված ուժերում է, ասում են փայլուն կատարվել է բանակի կատարողականը, հա կատարվել է, գաղտնիք չի, չէ պարոն Քոչարյան, տեղեկացնեմ, Բրուտյան Կարենը, որը զեկուցում էր, տեղեկացրեց, որ այս տարի վերջապես հանդերձանքի հարցը լուծվել է, ոնց է լուծվել, մի քանի հազար ձեռք հանդերձանք կհասնի, մեր բանակի թիվը գիտեք, որ շատ ավելի շատ է, բայց քանի տարի անցավ, ինչքան եղավ խոստում, ոստիկանության մասին դժվար է